Շնորհակալ եմ շատ Ֆրանսիայի Հանրապետության մեծարգո նախագահ պարոն Էմանուել Մակրոն, Հայաստանի Հանրապետության մեծարգո նախագահ, հարգելի գործընկերներ, ուրախ եմ այս առիթի համար եւ շնորհակալ եմ ձեր ներկայության համար։ Ես ուզում եմ ձեզ ներկայացնել, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանի Հանրապետության հետ վերջին տարիների ընթացքում, եթե կարող ենք ասել Երևանյան երկխոսություն համաժողովի գոյության ընթացքում։ Տեղի է ունեցել շատ կարևոր եւ էական մի բան, որը կարող է նույնիսկ անհավանական թվալ։ Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքը փոխվել է։ Մենք հիմա ունենք բոլորովին այլ աշխարհագրական դիրք, քան ունեցել ենք ընդամենը մի քանի տարի առաջ։ Ընդ որում ես ուզում եմ ասել, որ հասկանալիորեն Հայաստանի Հանրապետությունը այն նույն տեղում է, որտեղ եւ եղել է նախկինում։ Հենց սրանում է ամբողջ իմաստը եւ նրբությունը, որ գտնվելով միևնույն տեղում, մենք հիմա ունենք բոլորովին ուրիշ աշխարհագրական դիրք, քան ունեցել ենք նախկինում։ Բայց որպեսզի այսօրվա աշխարհագրական դիրքը ես ճշգրիտ ձեզ նկարագրեմ, ուզում եմ խոսել, թե նախկինում ինչպիսին էր միջին վիճակագրական ընկալումը աշխարհագրական դիրքի մասին, որը իդեպ տարածված էր թե մեզանում, թե մեր մասին արտերկրյա պատկերացումների մեջ։ Նախկինում արձանագրվում էր, որ Հայաստանի Հանրապետությունը ունի շատ բարդ եւ խնդրահարույց աշխարհագրական դիրք, որովհետեւ գտնվում է խնդրահարույց տարածաշրջանում, ունենալով խնդրահարույց հարևանություն եւ հետեւաբար այդ հարևանությունից բխող գոյաբանական ռիսկեր։ Եվ թերևս այս ընկալումներ, որը իմիջիայլոց, որի ծագումնաբանության մասին դեռ պետք է խոսել եւ մտածել, այս ընկալումներ, որ առաջնորդում էր մեր պետությունը, մեր գիտակցությունը, մեր բոլոր գործողությունները, որոշումները, ընկալումները մեր եւ աշխարհի մասին։ Այսօր եւ ես կարող եմ դա արձանագրել, տեղի է ունեցել իրապես պատմական մի իրադարձություն։ Այն իմաստով, որ հիմա Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքի կարճ նկարագրությունը այն չէ, որ Հայաստանի Հանրապետությունը գտնվում է խնդրահարույց տարածաշրջանի խնդրահարույց միջավայրում։ Այդ Հայաստանի Հանրապետության աշխարհագրական դիրքի նկարագրությունն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը, ինչպես կարող է երևալ այս քարտեզից, Հայաստանի Հանրապետությունով է անցնում արևելքը արևմուտքին եւ հակառակ ուղղությամբ կապող ամենակարճ ճանապարհը։ Եվ այս ընկալումը իր հետ բերում է բոլորովին նոր նկար եւ նոր պատկեր Հայաստանի Հանրապետության նրա վիճակի եւ նրա պոտենցիալի։ Եվ այսօր Հայաստանի Հանրապետության կառավարության խնդիրն է հենց այս դիտանկյունից մոտենալ հարցերին եւ հենց այս դիտանկյան վրա կառուցել Հայաստանի Հանրապետության ռազմավարությունները։ Այդ ռազմավարությունները նկարագրելու համար է, որ մենք որդեգրել ենք եւ իրականացնում ենք երկու իրարից բխով եւ փոխկապակցված նախագծեր։ Դրանցից առաջինը, որ ես առիթ եմ ունեցել ներկայացնել, խաղաղության խաչմերուկ նախագիծն է եւ երկրորդը, որի մասին համոզված եմ գիտեք, TRIP նախագիծն է, Թրամփի ուղի հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության։ Թրամփի ուղի միջազգային հանուն միջազգային խաղաղության եւ բարեկեցության նախագիծը առաջին հերթին մեր ընկալումներով երկաթուղային կապի վերականգնում է արևելքի եւ արևմուտքի միջև եւ իհարկե երբ խոսք է գնում երկաթուղու մասին, երկաթուղին առաջին հերթին ինքը որոշակի պայմաններ է ենթադրում, այդ թվում աշխարհագրական, ռելիեֆային եւ ակնհայտ է, որ մենք ունենք այս փուլում հիմնական մի ուղի եւ դա Հայաստանի հարավով անցնող այս երթուղին է, որով մենք պատկերացնում ենք արևելքը արևմուտքի հետ կապելու գործընթացը եւ այդպես շարունակ, բայց երկաթուղին TRIP նախագծի միակ ուղղությունը չէ,
ուզում եմ ընդգծել, որ տրիպ նախագծի շրջանակներում եւ նաեւ խաղաղության խաչմերուկ նախագծի շրջանակներում ենթադրվում են էլեկտրահաղորդման գծեր, ենթադրվում են խողովակաշարեր, նավթատար խողովակաշարեր, գազատար խողովակաշարեր, որոնք արդեն ամենևին պարտադիր չի, որ անցնեն իմ նշած երթուղով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքով կապված ինժեներական, տեխնիկական բազմաթիվ նրբությունների հետ այդ բոլոր նախագծերը կարող են իրականացվել։ Եվ հիմա մենք կենտրոնացած ենք հենց այս խնդրի վրա, որպեսզի իրականացնենք այս պոտենցիալը, որը թաքնված է հենց մի նախադասության մեջ։ Ընդհանրապես շատ է խոսվում երկրների ներդրումային հետաքրքրության մասին, բայց այս վերջին շրջանի քննարկումների արդյունքում ես արձանագրել եմ, որ Հայաստանի Հանրապետությունը արդեն իսկ գտնվում է մի աշխարհագրական դիրքում եւ իհարկե այդ ամենը Հայաստանի եւ Ադրբեջանի միջև Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Տրամփի եւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի աջակցությամբ հաստատված խաղաղության պայմաններում, երբ որ Հայաստանի ներդրումային միջավայրը եւ Հայաստանի ներդրումային կարգավիճակը էականորեն փոխվում է։ Եվ այդ կարգավիճակը փոխվում է հետեւյալով։ Եվ կարծում եմ, որ սա մի արտահայտություն է, մի նախադասություն է, որը կարող է դառնալ Հայաստանի Հանրապետության ներդրումային բրենդը, եւ այդ նախադասությունը հետեւյալն է. ամենակարճ ճանապարհը արևելքի եւ արևմուտքի միջև, որովհետեւ հիմա ժամանակակից աշխարհում խնդիրը, ինչպես գիտեք, ոչ միայն ապրանքների, ծառայությունների հոսքի ապահովությունն է, այլև այդ տեղափոխման տրանսպորտի արագությունը, իսկ ամենակարճ ճանապարհ նշանակում է ամենաարագ ճանապարհ, եւ մեր խնդիրն է ամենաէժան ճանապարհ եւ ամենաարդյունավետ ճանապարհ, որովհետեւ հիմա նաեւ այս արձանագրումը մենք պետք է անենք, ընկերությունները մրցակցում են այդ թվում ապրանքները մատակարարելու արագությունների վրա եւ նա ով ամենաարագն է, դերևս նաեւ ամենահաջողակն է, չնայած արագությունը հաջողության միակ գրավականը չէ։ Եվ մեր խնդիրն է իրացնել մեր պոտենցիալը։ Սա շատ կարևոր արձանագրում է,